Ժողովրդյան բարևներ բոլորիդ, ես հենց նոր պատվերս եմ ստացել իմ գնումը ու ցանկացա այսպես էլ սկսել վլոգը ձեզ հետ կիսվել, քանի որ հենց հիմա բացում եմ։ Խոհանոցային ամաններ են այսպիսի։ Համեմունքների համար եմ գնել, երկար ժամանակ փնտրում էի, մտածում էի ինչ տեսակի ամաններ գնեմ, որ հարմար լինի, եւ տարողությունը լավ լինի, եւ տեսքը, եւ գինը, մի խոսքով ամեն ինչ, կանգ առա սրանց վրա, տեսնեմ որակն ինչպիսին է, կորոշեմ պահեմ, թե վերադարձնեմ։ Եկեք միասին բացենք։ Այսպիսի փոքրիկ տարաներ են, լավն են։ Պիտի բայց հերմետիկ փակվի, որ օդ չանցնի, չգիտեմ սրանք ինչքանով են հերմետիկ։ Տեսեք շատ հեշտությամբ բացվում է, բայց հա։ Չէ, օդ կանցնի հաստատ, որովհետև հերմետիկ է պետք բնականաբար, որովհետև եթե օդ անցնի, կփչանա համեմունքը շատ շուտ։ Ինձ թվում է, եթե անգամ հերմետիկ էլ լինի, շուտ կփչանա, հա, շուտ կթուլանա։ Օգտագործում եք նման ամաններ։ Տեսքը լավն է, չափն էլ է հարմար, բայց եթե պիտի նպատակին չծառայի, միտք չունի։ Լավ, հիմա բոլորը բացեմ, նայեմ, տեսնեմ, կարող է մեկն է այդպիսին, մնացածը լավ ամուր են ու կորոշեմ։ Սիրելիներս հյուր ունեմ, ամուսնուս ընկերոջ կինն է գալիս ինձ հյուր, այս ամաններն էի հանել, որ դնեմ սեղանին, ասեցի ձեզ ցույց տամ, ուրեմն Անուի ընկերուհուս մաման է ինձ համար ուղարկել, Անուն գնացել էր Դելհի մայրիկի ծնունդին, մայրիկը որոշել է, որ ինձ ուզում է նվերանի ու ուղարկել է այս սիրուն երկու ամանները եւ շատ սիրուն ծաղկային բամբակյա անկողնային պարագաներ էր ուղարկել։ Բնականաբար հաճելիորեն զարմացա, անմիջապես զանգահարեցի, խոսեցինք, շնորհակալություն հայտնեցի սիրուն անակնկալի համար։ Մի խոսքով արմավը լվացել եմ, դրել եմ, որ չորանա, այսպես ես անձեռոցիկով չորացնում եմ վրայից, արմավը, չամիչը, նուշը, պոպոքը ես անպայման լվանում եմ։ Իմ սիրելի Նեստեժա ապրանքանիշից գեղեցիկ գնում եմ կատարել, այս ամաններն եմ գնել, վաղուց էին իմ քարտում, օնլայն խանութում, վերջապես որոշեցի գնել, այսինքն մոռացել էի անգամ, մտա որ մի ուրիշ բան նայեմ ու սա էլ տեսա, ասացի, վայ, ես սա վաղուց էի ուզում գնել, շատ գեղեցիկ են, շատ լավ փաթեթավորմամբ են հասել, վնասված չեն, շատ տարիներ առաջ, սրանք այս տիպի ամանները թրենդային էին, չէ, հիմա նորից այդ թրենդը վերադարձել է ու էլի մարդիկ սկսել են նմանատիպ ամանեղեն օգտագործել։ Իմ կարծիքով շատ սիրուն են։ Դուք ինչ եք կարծում։ Շատ հարմար է չափը, պաղպաղակի համար, ինչ որ այլ քաղցրավենիք աղանդեր մատուցելու համար։ Շատ երկար ժամանակ էր, ինչ պլանավորում էինք, մտածում էինք հանդիպել, այդպես չէր ստացվում, միայն շաբաթ-կիրակի օրերին է իրեն հարմար, ինձ նույնպես։ Մտածում էինք դուրս գալ ինչ-որ միտեղ միայն երկուսով հանդիպել, առանց երեխաների, առանց որևէ մեկի, բայց նախ եղանակային պայմանները թույլ չտվեցին, շատ հորդառատ անձրև սկսեց տեղալ, հետո ամուսինս սպորտային հանդիպման էր, ես ոչ մեկի մոտ չէի կարող թողնել երեխաներին, դե ասեցի ամենալավ ու հարմար տարբերակը մեր տանը հանդիպելն է, արի կսրճենք, հանգիստ կզրուցենք։ Իրենք մեր կողքի շենքում էին ապրում, հետո բնակարանը վարձով տվեցին, իրենց համար նոր բնակարան գնեցին ու տեղափոխվեցին, շատ հեռու չէ մեզանից, բայց շատ մոտ էլ չէ, էլի ոնց որ առաջ էր։ Այսպես խոսում ենք ու հարցնում եմ, ասում եմ բուն պատճառը ո՞րն էր, որ ձեր տանից տեղափոխվեցիք, շենքը լավը չէր, թե ինչ որ խնդիր կար, թե ավելի մեծ բնակարան էիք ուզում տեղափոխվել, նեղվածք էր։ Ասաց, որ հա, ուզում ենք ավելի բարվոք պայմաններով շենքում, բնակարանում ապրել, միևնույն ժամանակ այդ հարևաններից էինք փախնում, այսպես ասած, որովհետև հարևանությամբ ապրում էին բարում աշխատող աղջիկներ, իրենց պահվածքը մեզ խանգարում էր։
Ինձ հետաքրքրեց, հարցրեցի օրինակ ինչ պահվածք ունեին, որ խանգարում էր ձեզ։ Ասում եմ մինչև շատ ուշ գիշեր հեռախոսով բարձր խոսում էին, ոչ պատշաճ խոսքեր ու բառեր էին օգտագործում, պատշգամբից պարզ լսվում էր, եթե քնած էինք լինում դա մեզ խանգարում էր, եթե արթուն էի ես լինում, որովհետև շատ ժամանակ գիշերային ժամերի էի աշխատում on-line, ինձ շատ խանգարում էին այդ բարձր անպատշաճ խոսքերով խոսակցությունները հեռախոսային, ինչպես նաև տարատեսակ ոչ հաճելի հյուրեր էին ունենում ու խանգարում էին մեզ։ Ու ես հիշեցի, որ մեր շենքում, չեմ հիշում որերորդ հարկում, էլի նմանատիպ ինչ որ իրավիճակ էր ստեղծվել, բայց ոչ թե տանտերներ, այլ վարձով էր ապրում այդտեղ, այդ պահվածքի պատճառով իրեն դուրս հանեցին։ Արեք, ջան, ինչ ես ուտում։ Բանան, ապրես դու։ Smile, ժպտա հելա։ Ցավդ տանեմ։ Կեր, լավ, կեր։ Սիրելիներս, ձեզ ցույց տամ Ռոնիի նոր գրասեղանն ու գրապահարանը։ Եթե հիշում եք, իր հին գրապահարանը տնակի տեսքով էր եւ կապույտ գույնի էր, իսկ սեղանը փայտագույն էր։ Այդպես որոշեցինք, որ փոխենք, սեղանը ավելի փոքրացնենք մեր սենյակին համապատասխան, մի խոսքով փոփոխության կարիք ուներ ու կարծում եմ սա ավելի լավ է ստացվել, ավելի բաց սիրուն գույնի մեջ է, կաթնագույն, բոլորից դուր է եկել այս գույնն ու այս դիզայնը, շատ սովորական, գրքերի եւ մեծ եւ փոքր գրքերի համար հարմար եւ գրասեղանն էլ ավելի կարճ է նախկինից։ Այսպիսի սիրուն ժամացույց եմ գնել իր սենյակի համար, որը շատ է հավանել տարբեր երկրների դրոշներով։ Իր սենյակում նաեւ տեղադրեցինք օդհորակիչ, միայն իր սենյակում չկար ու դրա պատճառով անընդհատ մեր սենյակ էր գալիս քնելու։ Կոնդիցիոները դրեցինք, արդեն սկսեց կանոնավոր իր սենյակում քնել։ Պատրաստվում ենք գնալ դպրոց ես ու Ռոնին, գնում ենք ծնողական ժողով ու նաև ինչ-որ գրքերի ցուցահանդես վաճառք է լինելու, մի երկու գիրք կնայենք։ Հիմա պիտի Արեգին մի ձև զբաղացնենք ու մենք տանից դուրս գանք, որպեսզի շատ չլացի մեր հետևից։ Չեմ կարող իրեն էլ տանել, որովհետև այնտեղ բնականաբար ուսուցչուհու հետ պիտի խոսեմ, նստեմ եւ այլն, իսկ ինքը կվազվզի ես կողմեն կողմ նայող չի լինի, հետո պիտի գնանք նաև գնումների, ես ու Ռոնին մի խոսքով Արեգի հետ մի քիչ ժամանակը ավելի կերկարի, իսկ մենք Արագի մեջ ուզում ենք վերջացնենք այսօրվա այդ գործերը, որ գանք անցնենք մնացած գործերին մեր օրվա։ Money. 300 ռուպիա։ Բայց 300 վերցրու, 200-ն էլ վերցրու, բայց 500 վերցրու։ Հա? 200-ն էլ վերցրու, կամ դա դու ինձ ես կգնեմ իմ պայուսակի մեջ։ Այդքանը 300-ը հերիքա, դու դիր քո պայուսակը ու գնացինք։ Ինչ ես վերցրել։ Խմոր։ Օգնականս խմոր է անում, հաց պիտի լոշիկներ։ Գնում ամեն անգամ մի կտոր խմոր է վերցնում։ Սիրում ես խմոր։ Ինչ ես պատրաստում խմորով։ Պապա։ Պապա ես պատրաստում։ Every question one.
Հավի կրծքամիս եմ գնել, բդիկներ եմ գնել, տավարի ասում եմ, ուր էր տավարի միս, հայցիկի միս եմ գնել, խորոված ենք պատրաստվում անել այսօր, տեսնենք ոնց կստացվի, օրը ոնց կընթանա, երեկոյան երևի խորոված անենք։ Ասում ուզում եմ գովազդեմ ես ջուրը, գովազդի տեսնեմ ոնց ես գովազդում։ Գովազդի։ Չես խոսում բա ջրի մասին։ Անձայն գովազդում ես։ Վերջ գնացինք։ Քել։ Ինչ։ Նորից ես գովազդում։ Ինչ է բայց դա։ Պոկված է ոնց որ բալա, չէ՞։ Լավ գնացինք արևս, բաժակներ, չէ բաժակ չեմ ուզում, պլաստմասայից են։ Լոշիկների համար, գրտնակելու համար սրանցից էի ուզում, իմ ուզում եմ փոխել, բայց չգիտեմ փայտյա վերցնեմ, թե մարմարից ես մյուսներից, սրանք ենքան ծոնր են, շատ ծոնր են, բայց երևի սա ավելի լավ տարբերակ է։ Համենայն դեպս ավելի լավ է մաքրվում, հեշտ ու ջուր չի էլի կլանում, խոնավություն քաշելու հավանականություն չկա։ Չնայած սա է դժվար թե, բայց գույնի հետ կապված այս կուզեի տանել, մի քիչ ավելի մեծ է սրա, բայց հիմա շատ են գնումներս, երևի թե ծանր կլինի, մյուս անգամ կգամ սրա համար։ Հիմա ինչ ես գովազդում։ Դա ինչ է։ Կողծր։ Որակից խոսի, ինչ որակ ունի, ինչ գույն ունի, չես խոսում։ Հետո ձայն կնստացնենք։ Քեզ լավ։ Քեզ թարը կվճարի, որ դու գովազդում ես իրանց։ Սրանցից երկու հատ ես գնել էի, բայց երկու հատ էլ եմ ուզում գնել սրանցից։ Ես մեծերից գնենք, թե փոքր բալես։ Badminton ենք արվում, տանենք ես ու Ռոնիս խաղանք, չէ՞։ Hey guys, we're going to play a badminton game. And this guy has got some money. Բայց լավ նա որ ես որակ։ Yes, go. It is good. Okay, let's see. This is an it. Վերջին գովազդն ենք անում։ Բրծի գնանք։ Վերջ։ Գժուկելը։ One more. Չէ, գնացինք վերջ։ Սիրելիներս վերադարձանք տուն, ուզում եմ մի քիչ միրգ կտրատել երեխաների համար, միացուր չխմենք ու անցնենք իմ գործերին։ Ես ծրագիր եմ սովորում, ամեն օր պարապում եմ այդ ուղղությամբ, որ վարժ տիրապետ եմ, էլի։ Դրան տեսնեմ Արեգին քնացնեմ, այսօր շաբաթ օր է, Ռոնին դպրոց չկար, բնականաբար տեսակ արդեն գնացինք ծնողական ժողով եկանք։ Դասապատրաստում ունի միայն ժամը 4-ին, հետո հայերենի դաս պիտի լինի ժամը 6-ից հետո։ Մի խոսքով մինչ դա տեսնենք ինչ ենք անում, Արեգին էլ եթե կարողանամ քնացնել շուտ, շատ լավ կլինի, մի կես ժամ 40 րոպեից եթե քնի շատ լավ կլինի, որովհետև եթե երկարում է, այսինքն ավելի ուշ է քնում ժամը 2:30-3-ին կեսօրին, արդեն գիշերը շատ դժվար է լինում իրեն քնեցնելը, մինչև ժամը 12-ը, չգիտեմ, ամեն կերպ փորձում եմ, բայց չի քնում։ Մի խոսքով, բայց երբ տեսնում եմ օրինակ ժամը 3-ը անցավ ու ինքը դեռ ակտիվ է, աշխույժ է, ասում եմ լավ, զբաղացնեմ, ժամանակ ոնց որ անցկացնեմ, մինչև ժամը 8:30 նոր քնացնեմ միանգամից գիշերային քուն։ Այս նարինջի տուփի վրա գրված էր մանդարին նարինջ։ Ու դրսից է բերված, չգիտեմ համայն տարբերությունը, եւ ավելի շատ մանդարինի համ կունենա, քան նարինջի։ Actions. You as a farm. Տեսեք, մանդարին նարինջն այս գույնն ունի։ Եվ բուրում է ինչպես
Նարինջ, սովորական նարինջ, չէ, մանդարինի բույս չկա, չէ առանձնապես։ Ռոնին նարինջի հյութ է շատ սիրում, բայց նարինջը հենց այդպես չի ուտում, չգիտեմ, չի ուտում, չի սիրում ծամել ու ուտել, էլի։ Հյութի տեսքով կխմի, մի հատ օգնի թող ձեռքերի լվանա բալես, անընդհատ երեխեքին պիտի աշխատացնել։ Շատ ժամանակ բնականաբար չի հաջողվում, որովհետև միշտ չի, որ պատրաստ են աշխատել ու անել քո բոլոր ասածները, հրահանգները։ Առանց ընկճվելու։ Հեսա կտամ դե, դան, ասում արդեն արեցի։ Մի րոպե սպասի, Արեգը որ մի բան է ուզում, անհամբեր, հենց ասեց այդ պահին պիտի այդ պահին հենց պիտի տաս, մի վայրկյան այս կողմ են կողմ չանես, հա? Սիրելիներս, այսօրվա ճաշի ժամին ունենք այսպիսի ծովախեց գետի, շատ համեղ է, շատ անուշ է բուրում և այծի աղացած մսով այսպիսի ուտեստ։ Դե ի դեպքում արդեն մասնիկը մեծ է։ Հասկացա՞ր։ Տես ինչ է շտա։ Սա Ռենա չէ։ Սա Ռենա։ Ռեն մի հատ մասնիկ ես ավելացնում, դառնում է Տ։ Սա Ռենա չէ։ Ռեն մասնիկը երկարացնում ես, դառնում է Ի։ Տեսնում ես ինչ է շտա։ Դե գրի։ Number count. Համարը կալել ես։ Молодец։ 1, 2, 3, 4, 5. Գրի լավ։ Ժողովուրդ Ռոնի հայերեն դասերը սկսվում են այսօրվանից on-line դասերը, շաբաթական 1 օր է դասը, վերհիշում է տառերը, ասեցի որ տառերը կհիշես, դրանք գրի, տեսնեմ քանի տառ ես հիշում, հետո տառերով բառեր կկազմենք։ 1717 17։ Հիմա այս տառերով բառեր կազմի գրի բայ։ Բառեր գրի։ Կատու։ Կատու, գրի կատու։ I don't know, I'll just say. Կատու։ Չէ, պիտի գրես, չէ, տեսնեմ կարողանում ես դու գրես, դե կարևոր է բալես։ Կատու։ Տ։ Դե նոր գրեցիր։ Կատու, կյով ինչ գիտես գրի, ինչ կարող ես գրի։ Ռոնետ։ Գրի, Ռոնետ։ Քո անունը։ Սա սխալ ես գրես, մեծատառն է, երկուսն էլ փոքրատառ ես գրել, ու երկուսն էլ փոքրատառ ես գրել, արևոս։ 9-ն ես Ռոնի, միայն փոքրատառ, մեծատառերը չես հիշել։ No. What? Do you learn Kh letter? So where is Kh letter? You know it. Ayo. Then ayo. Արեգն ընկավ ջրի մեջ, չորձիկը թրջվեց, հանեցի։ Ժամը քանիսն է բալ արդեն, ժամը 10-ն է լինում արդեն, 10-ին 10 է պակաս։ Արդեն շոկ է բնականաբար, բայց գոնե մի քիչ քամի կա էլի, մի քիչ քամի է խաղում, այստեղ հով է այս ծառերի տակ, համեմատաբար էլի, բնականաբար շոկ է ընդհանուր շատ, բայց ես համեմատական կարգով եմ ասում։ Չենք նախաճաշել, շուտ բերեց երեխեքին արթնացան ու եկանք, պիտի դեր գնանք, նախաճաշ պատրաստենք, Ռոնիի համար բան պիտի լանչբոքս պիտի պատրաստեմ, դպրոց ժամը 12:30 գնալու է, դե գիտեք արդեն, որ երկրորդ հերթ է Ռոնին, այս տարի էլ առաջին հերթ չընտրեցինք, որովհետև ինքն է առավոտյան ուշ դժվար է արթնանում, առավոտյան դասերը ժամը 7-ին են սկսվում, այսինքն 7-ին արդեն ինքը պիտի դպրոցում լինի, կեսօրն ավելի հարմար է նախաճաշ պատրաստել, կերակրել, հետո լանչբոքսը պատրաստել թարմ, ժամը 7-ի համար, երևի ժամը 5-ին պիտի արթնանամ, 5:30, այդ ամեն ինչը պատրաստեմ, իսկ ես շատ ժամանակ գիշերները լավ չեմ քնում, երեխան էլ է նախընտրում կեսօրը։ Ռոնիս մոծակները կծեցին, հարցակվեցին երեխու վրա կծեցին, մի վայրկյանում։
մեծ կարմրեց տեղը բան եղավ։ Ոչինչ, արևս, հեսա տուն գնանք բան կգսեմ, կանցնի ցավը տանը։ Արեգ ինչ եղավ ապերին, բալ։ Ինչ եղավ։ Happened at this. Գիշերը նուշ էի թրջել, առավոտյան չնախաճաշեցինք, մի քիչ նուշ վերցրեցի հետս, բերեցի, վերջացավ, ընկավ, արևս։ Ուղցրս, ջոն։ Շոքում ես բալ, շոքա։ Շոքա, բա ինչա, անտանելի շոքա։ Այգուց եկանք տուն, ձվածեղ պատրաստեցի, միասին նախաճաշեցինք, հետո աղանդեր պատրաստեցի շատ համեղ, նուշով, շոկոլադով, երեխաները շատ հավանեցին։ Հետո անցանք Ռոնիի դասերին, դպրոցական ծրագրային աշխատանքներ կային, որ պիտի ավարտին հասցներ, տարբեր առարկաներից տարին 2 անգամ նման աշխատանքներ են հանձնարարում, չգիտեմ, իմ կարծիքով սա այնքան էլ ուսուցողական չէ եւ գուցեև ժամանակի կորուստ է, որովհետև շատ դեպքերում ծնողներն են երեխաների փոխարեն կատարում այս աշխատանքները, եթե տանից պիտի լինի եւ ուղարկում։ Ես աշխատում եմ ամեն ձև իրեն ներառել, որ մեծ մասը ինքն անի, ես ուղակի շտկեմ կամ իրեն ուղղորդեմ։ Ամեն դեպքում նման հանձնարարությունների մեջ այնքան էլ իմաստ չեմ տեսնում, չնայած միևնույն ժամանակ երեխաների համար ինչ որ փոփոխություն է, նկարազարդ ինչ որ աշխատանքներ են պատրաստում, ներկայացնում եւ դրանց համար գնահատական են ստանում։ Մի քանի օր է ինչ օգնականս չի գալիս աշխատանքի անձնական խնդիրների պատճառով եւ ես պատրաստում եմ եւ հնդկական ուտելիք օրը 2-ից 3 անգամ եւ հայկական, եթե շատ եմ ուզում ուտել ինչ որ տարբերվող բան, իմ ուզած բանը։ Ինչպես տեսնում եք, պատրաստում եմ այստեղ կարմիր լոբով ապուր, շատ եմ սիրում կարմիր լոբով ապուր ու այս տեսակի լոբին շատ համեղ է։ Ավելացնում եմ նաեւ կտրատած ընկույզ, շատ համեղ է ստացվում։ Եթե չեք փորձել, ընկույզով անպայման փորձեք։ Ռոնին հայերեն արտագրություն է անում, այսօր առավոտյան դասապատրաստման չեմ ուղարկել իր դասերը անելու դպրոցի, որպեսզի հայերենին էլ ժամանակ մնա, որովհետև հայերենին ընդհանրապես ժամանակ չի մնում, դասապատրաստման առավոտը, հետո դպրոցը ամբողջ ցերեկը, հետո գալիս է գնում է ֆուտբոլի ու բնականաբար դրանից հետո հաց ուտել, քնել, հանգստանալ ու ժամանակ չի մնում։ Դրա համար այսօրը բաց թողեցինք դասապատրաստման, որպեսզի կարողանա մի քիչ էլ հայերենը, էլի, հայերենի վրա աշխատել։ Սիրուն է գրում, որ ուզում է շատ սիրուն ձեռագրով գրում է։ Եվ հայերենը, եւ անգլերենը, եւ հինդին, չէ՞ բալ։ Բայց երբ որ տրամադրություն չունի, տրամադրված չի, ոչ մի լեզուն էլ լավ չի գրում, չէ՞։ Համաձայն է։ Անցանք հնդկական բիրյանի պատրաստելուն։ Իրականում բիրյանի շատ տարբեր տեսակներ կան, տարբեր եղանակներով են պատրաստում, տարբեր համեմունքներ են ավելացնում, տարբեր շրջաններում տարբեր ձև են պատրաստում, բայց մի բան կա, որ նման է բոլորի մոտ էլ, մի քանի համեմունք նույնն է, կրկնվում է։ Ես շատ քիչ համեմունքներ եմ օգտագործում, հիմնականում ամբողջական այդ տաք համեմունքների փունջն եմ ավելացնում, ոչ թե աղացած, այլ ամբողջական տեսքով ու շատ քիչ քանակությամբ եւ քրքում եմ ավելացնում։ Շատ պարզ, թեթև, ոչ կծու բիրյանի է ստացվում, երեխաներն էլ շատ սիրում են, առանց խնդիր ուտում են։ Այստեղ տեսնում եք ծրագիր, որը սովորել վերջացրել եմ, հիմա մեկ այլ ծրագիր եմ սովորում, շատ հետաքրքիր է իմիջայլոց, նոր բաներ սովորելը դե բնականաբար միշտ էլ հետաքրքիր է, մանավանդ եթե սիրով ես անում, ցանկությունդ մեծ է։ Մի խոսքով, սիրելիներս, ես երևի ձեզ այստեղ ասեմ հաջողություն, կհանդիպենք մյուս վլոգի շրջանակներում, լավ մնացեք, հաճախ ժպտացեք, կհանդիպենք։